Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստ էությանն է մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի падգամավոր Մասկ նախագահ Հովիկ Աղազարյանին։ Բարև ձեզ, պարոն Աղազարյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավիրելու համար։ Պարոն Աղազարյան, ձեր նախկին գործընկեր ԿՊԱ-ական Հռիփսիմե Հունանյանն իր վերջին հարցազրույցում ասել է, որ եթե Նիկոլ Փաշինյանն իրեն SMS գրի եւ խնդրի մանդատը վայր դնել, ապա ինքը դա կանի, քանի որ բրբսնյակի ծաղիկ չի, որ դեմ դուրս գա Փաշինյանին։ Պարզել եք, թե ինչ է նշանակում բրբսնյակի ծաղիկ, որի հետ նա փաստացի ձեզ է համեմատում, քանի որ միայն դուք դեմ գնացիք Նիկոլ Փաշինյանի որոշմանը եւ վայր չդրեցիք ձեր մանդատը, որտեղ օրինակ մենք ամբողջ խմբագրությունով փորձեցինք այդ հարցի պատասխանը գտնել, բայց չկարողացանք հասկանալ, թե ինչ է նշանակում բրբսնյակի ծաղիկ։ Բառը առաջարկում եմ լսել, չգիտեմ էլ կա թե չկա, թե Տիկին Հունանյանը ուղղակի բանը, այսպես կոչված, ստեղծագործել է այդ բառը, բայց ըստ էության բովանդակությունը երևի այնա, որ բան չէ, որ ասենք առանձնանամ, կոտոշները ստնգեմ, ընդդիմանամ վարչապետին եւ այլ։ Գիտեք ինչ կա, այլ պարագայում, եթե վարչապետին ինձ խնդրել որ մանդատս վայր դնեմ, այլ իրավիճակում հիմնավորվել այդ ամեն ինչը, ես էլ կարող եմ վայր դնել մանդատս, բնականաբար։ Չնայած խորին հարգանքներս Հռիփսիմե Հունանյանի նկատմամբ, ես էլ վաղուց եմ ճանաչում եւ շատ լավ ընդունում եւ հարգում եմ, մի քիչ տարբերություն կա իմ եւ իր մեջ։ Այդ իմաստով, որովհետեւ ես եւ կանգնած եմ ակունքներում ԿՊ-ի ստեղծման եւ կներեք ինչքան հարվածներ են վերցրել իմ վրա։ Եվ կարողացաք դեմ դուրս գալ Փաշինյանին։ Եվ պատերազմից հետո ինչ հարվածներ են գալիս, բոլորը փախած էին։ Ես հարցազրույց տվել երկրորդ օրը եւ ինչեր եմ ասել Կալվաճարի մասին եւ այլ եւ գտնում եմ որ անկախ ամեն ինչից իմ հանդեպ այդ ձևը գեղեցիկ չէր եւ ընդհանրապես այդ ձևը գեղեցիկ չի։ Հələ մենք էլի ջանդամը գյորը թիմի անդամ ենք, ինքը որպես թիմի լիդեր կար այդպիսի առաջարկությունով հանդես գա, բայց դա իր մոտ սովորություն է, որովհետև իրավապահ մարմինների ուժային համակարգի լուրջ ասենք պաշտոնյաների նույնպես SMS-ով ազատել աշխատանքից դա անընդունելի գործելավոր չէ։ Ուղղակի եւ հետեւաբար ես ընդդիմացա նաեւ այդ պատճառով, որովհետեւ ես գտնում եմ որ դա սխալ է, դա սխալ մոտեցում է։ Հիմա Հռիփսիմե Հունանյանը դա իր մոտեցումն է, ինչ ասեմ։ Բայց դուք ցես բրբսնյակի ծաղիկ համարում եք այս համատեքստում, քանի որ ինքը փաստացի համեմատել է ձեզ։ Եթե Տիկին Հունանյանն ասի որ պարոն Աղազարյանը բրբսնյակի ծաղիկ է, ես հաճույքով կընդունեմ այդ հարցը։ Անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարմանը, падգամավորը նրանց մեղադրեց խոսքերի Հռիփսիմե Հունանյանի մասին է, որ մեղադրեց նրանց Ադրբեջանին հանձնվելու մեջ, նշելով, որ Նիկոլ Փաշինյանը նրանց հետևից ինքնաթիռ է ուղարկել, բայց նրանք չեն եկել Հայաստան։ Այս պնդումը համապատասխանում է արդյոք իրականությանը, արդյոք իսկապես նման առաջարկ եղել է Հայաստանից, քանի որ հակառակողմը վստահեցնում է, որ Արցախի ղեկավարները գերեվարվել են, որպեսզի Ադրբեջանը խաղաղ բնակչությանը թույլատրել անվտանգ տեղափոխեին Հայաստան։ Նախ այդ գիրեվարում եղել է հետո, երկրորդը կարողապատե պահել են ինչ-որ տեղ, ես չգիտեմ։ Երկրորդը մի դեպքում Տիկին Հունանյանը ճիշտ է, օրինակ Բալայանը ինքն է գնացել հանձնվել։ Իսկ ինքնաթիռ ուղարկվել է Հայաստանից, բայց նրանք չեն ցանկացել գալ։ Ուղղաթիռ ասել, ես չգիտեմ, ես այդ տեղեկատվությունը չունեմ, ես կարող եմ ասել հետեւյալը։ Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը երեքն էլ առանձին ցանկության դեպքում կարող էին այնպես անել, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվեր մեր մոտ Երևանում։ Թե ինչու չեն արել, այդ հարցը պատասխան է պահանջում։ Ես կարող եմ վստահաբար ասել, որ կարող էին եւ Փաշինյանը եւ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը կարող են այդ հարցը լուծել, բայց թե ինչի չեն լուծել, ուրեմն այդ հարցը ասում եմ պատասխան է պահանջում։ Պարոն Աղազարյան, Նիկոլ Փաշինյանի եկեղեցու դեմ արշավի ֆոնին արդեն 4-րդ սրբազանը կալանավորվեց, Միքայել Սրբազանն էլ դատապարտվեց 2 տարի ազատազրկման մի բանի համար, որը նախկինում դատախազությունը այդ հայտարարության մեջ հանցակազմ չէր տեսնում։ Դուք հորերս մեկուսարանում տեսակցել եք Բագրատ եւ Միքայել Սրբազաններին, կխնդրեմ նշեք ինչ տրամադրություններ ունեին սրբազանները եւ ինչպես եք վերաբերվում եկեղեցու շուրջ ծավալվող այս զարգացումներին եւ Բագրատ Սրբազանի հետ առաջին անգամ էիք հանդիպում, ձեր ինչ տպավորություն ստացաք, արդյոք նա կարող էր ահաբեկչություն նախապատրաստել, ինչպես ձեր նախկին գործընկերներն են մեղադրում նրան։
Ուրեմն ես Միքայել Սրբազարի այդ օրը երրորդ անգամ էի հանդիպում եւ այդ օրը Բագրատ Սրբազարի առաջ անգամ էի հանդիպում մի փոքր ծանր ստացվեց մեր խոսակցությունը Բագրատ Սրբազարի հետ սկզբում բայց հետո մտավ նորմալ հունի մեջ եւ վերջում նույնիսկ շատ փոխհմբռնման մթնոլորտում ենք ավարտեցինք զրույցը իմ համար շատ հաճելի էր բավականին տևական ժամանակ զրուցում ենք ես շատ բան սովորեցի իմացա եւ այլ Բագրատ Սրբազարի ես հրապարակով ասել եմ լրագրողների մոտ եմ ասել եւ այլ որ ինչ-որ տեղի անում այսօր Բագրատ Սրբազարի շուրջ դա էլեմենտար կապիկություն է որտեղ Բագրատ Սրբազարը բավականին լուրջ մարդ է իր շրջապատի մարդիկ բավականին լուրջ մարդ են այդ լուրջ մարդիկ երբեք չեն նախաձեռնի այդ ճանապարհով իշխանության գալու գործընթաց որովհետև 2000-ի կազմակերպել, ես ինչի սարքել, աստղիկներ սարքել, ակումբների տակ գցել եւ այլ քաոս սարքել եւ ասենք նաեւ աստվածաշարի զոհերի գնով գալ իշխանության։ Բայց հետո այդ իշխանության դիրակ ինչ էին անելու։ Աշխարհով է ճանաչել իրաց, որովհետև չէ ճանաչել եւ իրանք մնային ձեռնունայն։ Ասենք իրանք այնքան ունեին այդ մակարդակը գիտակցել, որ դա անընդունելի ճանապարհ է եւ հետեւաբար այդ ամեն ինչը ինչ-որ տեղի այսօր Բագրատ Սրբազարի եւ նա շրջապատի հետ կապված բանա ուղղակի բանա սարքած բաներ Ինչ նպատակ է հետապնդում սա Սա հետապնդում է 26 թիվ, տոտալ ճնշումներ, ահաբեկումներ եւ հետեւաբար 26 թվի նախապատրաստության շրջանակներում է եւ նաեւ տեղափոխվեց սահուն ձևով տեղափոխվեց եկեղեցու դեմ պայքար ինչ-որ իմաստով եկեղեցու դեմ պայքարում ինչ նպատակ ունի Նիկոլ Փաշինյանը տեսեք ինքը ինչ է ասում ինքը սկիզբ ասում է որ պետք է բանա ինչ է կոչվում կուսակրոնություն, չուլան, մուլան եւ այլ բերեց հասեց այն բանին այն վիճակին որ 10 եպիսկոպոսներ ըստ դուրս եկան Գարեգին Վեհապարի դեմ հիմա ինքը մի քիչ կոկակաշվել որ կարծես թե ինքը կապ չունի պրոստոնը բանա ինչ-որ պրոցեսներ է տեղի ունենում ինքը կողքից հետապնդում է իր նպատակը եկեղեցին մաքրելը չի իր նպատակը կաթողիկոսի հրաժարականը չի իր նպատակը հայաստանյաց առաքելական եկեղեցի ստեղծելն է որը պետք է դառնա իր ցնորական գաղափարի 4-րդ հանրապետության անկյունակարերից մեկը հետա իր Այսինքն ինքը իր 4-րդ հանրապետության նոր եկեղեցին է ուզում ստեղծել Ոսոր պատմությունն ինքը ռևիզիայի ենթարկում ոսոր հայոց ցեղասպանության հետ կապված հարցերն ինքը ռևիզիայի ենթարկում ոսոր ինքն ասում ամենասարսափելի որ ինքն ասել է իր այս քանի տարի ես որ իրան լսում եմ ամենասարսափելի միտքը որ ասել է դա այն է որ մենք գտել ենք մեր հայրենիքը Այսինքն երբ որ ոչ թե դու կորցրել ես ու գտար, այլ դու գտել ես հայրենիքը։ Արևս մոբատել ես Նիկոլ ջան, ես էլ նույն բանն եմ ասում։ Դուք եկել եք մեր հողերի վրա հայրենիք եք, պետություն եք սարքել։ Պատահաբար ասում եմ մարի 4-րդ հանրապետություն ստեղծենք միասին։ Հայ-ադրբեջանական հանրապետություն, որ դառնա ամեն ինչ արդար դառնա եւ եղբայրաբար ապրենք այս տարածաշրջանում։ Այդ սարսափելի ճանապարհի վրա եք։ Տեսեք Նիկոլ Փաշինյանը մեզ շեղում է ուրիշ ուղղությամբ շեղում է, որպեսզի իր էմյուս ծրագիրը իրականացնի, բայց ես բարես դրական իմաստով եմ ասում, ի զարմանս ինձ խորին հարգանքով կաթողիկոսի նկատմամբ, Վեհապարի նկատմամբ, ինքը շատ ճիշտ է իրան պահում, շատ ճիշտ հավասարակշռված եւ Նիկոլի սպասված քայլը, որ ինքը պետք է կարգալույս աներ այդ 10 սրբապիղծներին, ինքը քայլին չգնաց, կարգալույս չարեց։ Նիկոլի ուզածն ինքը կարգալույս սպասում է Նիկոլ Փաշինյանը նման բանի։ Բա իհարկե, կարգալույսը որ սակայն դե լավ որպես կարգալույս է ստանում, ուրեմն մենք կաթողիկոս ենք կտրում Հայաստանում մեր եկեղեցին սարքում, դու ԱԱՑ-ես, ԿԳԲ ես, SS մեկը եւ այլ դու բանես, կուսակրոնությունը խախտել ես, SS որ առիթ տրվել այդ սրբապիղծներին, սողուններին, ստորակեց սողուններին, որպեսզի իրենք իրենց պահվածքը արդարացնեն։ Գահագին Վեհապարը ի պատիվ իրեն բավականին հավասարակշռված է մոտենում հարցերին եւ ես ուրախ եմ դրա համար։ Օրերս արժեում նաեւ արժե ամբիոնից Գարեգին երկրորդին գործակալ լինելու մեջ մեղադրեց Փաշինյանը։ Արդյոք երկրի ղեկավարը ով կանգնում է արժե ամբիոնից հոգեվոր առաջնորդին ասում է գործակալ ես, չունի այն լծակները, որ այսպես ասած այդ ամենը կանխի այդ ամենին վերջ տա, պարզապես կուսակրոնության խախտումն է օրակարգ բերում կամ կեղծ պատարակներ է անում, ստիպելով չնշել Վեհապարի անունը, որքանով է սա լուրջ։
Գիտի ինչ, ասեց ու վերջ, հիմա նայեք, իմ հետ կապված գործերում նախաքննություն ավարտվել է, գործը գասել դատարան, եւ հետեւաբար կարող ենք ասենք ինչ-որ իմաստով ավելի բան ազատ լինել խոսակցություններում, նախաքննության գաղտնիք չբացահայտելու իմաստով, որտեղ արդեն դրա բանը չկա, դուք հիշում եք մի շարք այսպես կոչված մեղադրանքներից բացի վարչությունը, որ հիմնավորել էր, վարչությունը, ասենք Նիկոլ Փաշինյանը ըստեյության, որ հիմնավորել են ինձ կուսակցությունից հեռացնելու հանգամանքը, որ իբրե պետական անվտանգության պարունակող գաղտնիքի արտահոսք, ինչի հիմա վրա դատախազությունը բանա գործը հարուցել, որ դիմել է կոռուպցիոն հակակոռուպցիոն կոմիտեի գործ հարուցվի, հարուցվել է թե չէ չգիտեմ, արդեն գրեթե մի տարի անցել, ոչ մեկ այդ գործը չի արձագանվել, բայց ասվել է, չէ, մարդկանց մոտ նստված կա թողել, չէ, վարչապետը ո՞ց կարա պատահի ազգային ժողովի ամբիոնից սխալ բան ասի։ Ասենք եթե ասում է, այդպես բան, հիմա Գարեգին վեհապարի նկատմամբ ասում է, չէ, որ ԿԳԲ-ի գործակալ է, մեկ էլ մյուս եւ այլ, հետո թե կապացուցվի, չի ապացուցվի, ինչ կլինի, ինչ չի, բայց իր խոսքը ինքը չէ որ բան ունի, մեծ լսարան ունի մեր հասարակության մեջ, շատերը իրան ընդունում են եւ հետեւաբար ինքը հենց այնպես չի ասում։ Այդ ամենի նպատակը ճնշում գործադրելն է եկեղեցին պարակտելու իմաստով։ Դեկտեմբերի 3-ին հակակոռուպցիոն դատարանում գործ մուտք արվեց, ըստ որի դուք ավելի քան 11 միլիոն դրամ կաշառք եք վերցրել։ Ձեր նկատմամբ խափանման միջոց են տրվել երկրից բացակայելու արգելքը։ Կխնդրեմ մանրամասեք, ինչ գործ է սա եւ որքանով կապ ունի ձեր ընդդիմադիր գործունեության, ինչպես նաեւ կալանավորված այսպես սրբազանների այցելության հետ, այսպես ասած։ Որ դեկտեմբերի Դեկտեմբերի 3-ին։ Այս դեկտեմբերի։ Այո, մուտք արվել 11 միլիոն կաշառք դուք Բայց սրբազանների բան ի՞նչ կապ ունի։ Արդյոք կապում եք ձեր ընդդիմադիր գործունեության հետ եւ սրբազաններին այցելելու հետ։ Բայց սրբազաններին նոր եմ այցելել։ Դեկտեմբերի 3-ը անցած տարի է եղել։ Չի լի կապել իրար հետ։ Չէ, Ինչու հիմա նորից դաշտ նետվեց դա։ Հիմա բանը գործերը ավարտվել է, նախաքննությունը ավարտվել եւ գործը գնացել դատարան։ Ձեր նշած այսպես կոչված դրվագը, ձեր նշած դրվագով ենթադրել այսպես կոչված հանցակազմը որ կար, այդ դրանից մի քանի ժամ, երբ որ դատախազը մտավ բանա խորհրդարան, բանին Մարտին, չէ՞, Մարտին էր, այո, Մարտին եկավ ազգային ժողով, որպեսզի անձնականություն զրկեն, միջնորդությամբ հանդես եկավ, դրանից մեկ տարի առաջ այդ միջնորդությունը ներկայացված էր երկու դրվագների վրա, մեկը ոչխարների գործը, մեկը ձեր ասած գործը $23,000 կաշառք այսպես կոչված շինթույլտվության հետ կապված։ Դրանից մեկ տարի առաջ այսպես կոչված որոշ Ռոբին Հուդներ, թե բաներ, չգիտեմ ինչ էր, փորձում էին արդարությունը վերականգնել եւ ասում էին, բան ինտերնետում, բան Facebook-ում գրեցին, որ հեսա բանը պահանջելու ենք, բան ենք անելու, փողերը պիտի վերադասնել, մարդուց փողը վերցրել, գործը չի արել, մեկ էլ յամցի ես։ Մի հատ կին էր, Գոհար անունով կին էր, Էզևի բան էր հրապարակում։ Ինձ զանգեց մեր տղաներից մեկը, ասեց, որ sense բանն ասես բան են ասում, էլի կա դες հարց, խնդիր կա, մի հատ հանդիպենք բան անենք։ Ասի կանչ 2 ժամվա մեջ եթե չկանչեցիր այդ Գոհարին եւ այդ Հայկին Նազարյան, ես գնալու եմ բան։ Ածը Չեկան ես գնացի ածը, մարդիկ գիտեն թե այդ որտեղից է գալիս, այդ կամիները որտեղից է գալիս, Արամ Մկրտչյանով իմ սանիկը հաստատ տարիքում ամուսնացավ, ես դարակավորը հարսանիքի իրանից էր գալիս այդ ամեն ինչը, ես ածի պատմեցի եղելությունը, իրանք ժամանակ խնդրեցին, տենան ինչ էին, շիմի 10-15 օր հետո ասեցին, որ պարոն Աղազարյան, բավական խնդրահարույց մեկն է ինքը, դուք իքներդ դիմեք իրավապահ մարմիններին, որպեսզի հետագայում հարց չլինի։ Ես դիմեցի իրավապահ մարմիններին, ամեն ինչը մանրամասն պատմեցի, ինչ կա չկա։ Եվ խնդրեցի, որ վարույթ հարուցեն, դրանից ինչ է, պատասխան եկավ որոշ ժամանակ հետո, որ վարույթ չեն հարուցում, որովհետև չեն տեսնում այդտեղ որևէ լուրջ բան։ Դատախազը եկավ ազգային ժողով, այդ դրվագը բերեց։ Ինչ էր ավելացել այդ դրվագի մեջ։ Այդ դրվագի մեջ ավելացել էր մի հատ շատ, այսպես կոչված, ծանրակշիռ նրբություն, որ Հայկ Նազարյանը ասել է, դատախազը գրել է իր միջնորդության մեջ, Հայկ Նազարյանը ասել է, ցուցմունք է տվել, որ Արամ Մկրտչյանը իրեն ասել է, որ ինքը իմ խնդրանքով $8,000 $8,000 ընդհանուր արժողությամբ մատանի եւ հեռախոս է նվիրել իմ ընկերուհուն։
Իմ խնդրանքով։ Եվ դա այդ կաշառքի, այսպես կոչված, գումարի մեջ է մտնում։ Դե բնականաբար հերախոս եղել է, ես հերախոս խնդրել եմ, հերախոսը 60,000 դրամանոց Samsung է եղել, ծննդյան օրվա կապակցությամբ մոտիկ մարդեր, ես Երևանում չէի, Գուրտոման էի, խնդրեցի, մոտիկ եք Արամի հետ, խնդրեցի Արամ ջան, Ձեր սանիքի մաս։ Հա, փողը գտամ։ Հիմա դա դարել էր $8,000 թանուր արժողությամբ։ Դե որ թանուր արժողությունից հանում ենք 60,000 դրամը, 8,000-ը մնում է այլ 8,000։ Այսինքն ես Արամը իմ խնդրանքով $8,000-անոց մատանյան նվիրել իմ ընկերուհուն։ Նախաքննության ընթացքում չքվեց այդ կետը։ Դառավ $800։ Եվ ոչ թե նվիրել է իմ ընկերուհուն, այլ $800 մատանի առել տվել ինձ, որ ես նվիրեմ իմ ընկերուհուն։ Կարծես թե եթե փողը տար $800-ը ինձ, ես չէի կարող մատանի առնել։ Օրինակի համար էլի, ասենք, դե այդ դրանք ոնց ապացուցում է, որ առելանը վերած։ Ասենք տեսեք, դատախազը գալիս է ազգային ժողով։ Այդ համար 1 աբյոնը, թիվ 1 աբյոնը վերում է նյութեր, միջնորդություն, որտեղ իմ գործընկերները կարդում են, որ իբրև թե ես խնդրել եմ Արամին, որ $8,000 մատանի նվիրի իմ ընկերուհուն։ Բայց իմ գործընկերները ինչ անեն, ստիպված պետք է կողմ քվեարկել այդ միջնորդությանը, որպեսզի դա պարզվի։ Ասենք ոնց կարա ասենք այդ բանը իրանք իրավունք չունեն էդի ասեն չէ մենք հովիկից չենք հավատում դատախազն է եկել ասում բանաբերել նյութաբերել դու պարզվի հովիկը կարա իրան պաշտպանի թող հետո դու պարզվի բայց դատախազ ջան դու ասենք արդարադատությունը վերահսկող իրականացնող ինչ կարևորագույն մեծ մարմին ես դու ինքդ հարկ չես համարել բայց ճիշտ ես ասես լսի քննիչ ջան դու լուրջ եք ասում լուրջ եք ասում $8,000 մատը չի արվել հիմա այդ կետ օրինակ այդ կետը դուրս է եկել մնացել է էլ իմ գրածը որի վարույթն ընդունի հիմա վարույթն ընդունի Նիկոլ Փաշինյանի հրահանգի հիմա վրա բարձ հասարակ թվաբանություն Փաշինյանը նախորդին Ադրբեջանին առաջարկեց այսպես ասած, որ հայկական կողմը չբարձրացնի արցախցիների վերադարձի հարցը, իսկ ադրբեջանական կողմն օրակարգ չբերի Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Արցախցիների վերադարձի հարցը չբարձրացնելու եւ Ադրբեջանի նույն առաջարկը անելու հայտարարությունը դուք ինչպես եք գնահատում, հատկապես այն ֆոնին, երբ սրանք հավասարազոր խնդիրներ չեն։ Համոմիտ եք Փաշինյանի այս դիրքորոշմանը եւ ինչ եք կարծում Ալիևը կընդունի Նիկոլ Փաշինյանի այս առաջարկը, քանի որ հայկական կողմն այսպես ասած տարիների այդ չէր բարձրաձայնում, բայց Ադրբեջանը դրանից չի հրաժարվում։ Ալիևի համար ամենակարևորը այն է, որ արդեն Փաշինյանը այդ միտքը արտահայտել է։ Այսինքն այդ հարցը բերել է օրակարգ։ Այսինքն ոչ թե բերել է օրակարգ, Ալիևի օրակարգին ընդառաջ է գնացել մի փոքր ուրիշ ձևակերպումով։ Հիմա իրանք կնստեն սեղանի շուրջ, սկսեն բանակցել Փաշինյանը կասի, արի մենք Արցախի մասին չխոսանք, դուք փախստականների, բանի մասին մի խոսացեք, ադրբեջանցիների վերադարձի մի խոսացեք եւ այլ, բնականաբար Ալիևը դա չի ընդունի, կասի Նիկոլ ջան, ես հասկանում եմ կարող պատահի դու բանես, այդ ձևի ես, բայց ուժեղ իշխանություն ես, քո խոսքը թրի նման կտրվում է Հայաստանում, բայց ես չեմ կարող Ես չեմ կարող 300,000-ի դեմն առնեմ։ Բանը իրանք պետք է վերադառնան։ Հիմա մենք բարեկամություն ենք անում, խաղաղություն ենք հաստատել, բանը թողան ապրեն մենք աղբյուր ժողովուրդ ենք, ինչ ես ուզում, ինչ քեզ խանգարում, բան, այսինքն արդեն այդ օրակարգը, Ալիևի բացասած օրակարգը դառնա շրջանառության մեջ։ Ինձ այսպես կոչված հեռացնելուց 2 տարի առաջ, կուսակցությունից հեռացնելուց 2 տարի առաջ ամեն անգամ վարչապետի հանդիպելուց երբ որ խոսք է բանակցային գործընթացի մասին, վարչապետին կամ Արարատ Միրզոյանին հարց եմ տվել։ Արդյոք քննարկվում է փախստականների վերադարձի հարցը։ Միշտ ինձ ասել են ոչ։ Բոլորի ներկայությամբ։ Խմբակցության ներկայությամբ ասել են ոչ, այդ հարցը չի քննարկվում։ Ոչ, այդ հարցը չի քննարկվում։ Հիմա որ հետ հայաց մտածում ենք, ինչ է նշանակում։ Կամ իրանք ստում էին կամ կոմպետենտության աշխարհը իրաց այնքան ցածր է, որ չէին մտածում, որ վաղը չէ միսօր այդ հարցը պետք է բարձրանա։ Եվ իրաց գործողությունները այնպես անեին, որ այդ հարցի դեմը առնեին։ Հիմա այդ միտքը, որ վարչապետը արտահայտել է, դա շատ վտանգավոր, նորից շատ վտանգավոր միտք է, եւ փաստորեն մենք մտնում ենք այդ օրակարգի մեջ։ Պատկերացնում եք, Ալիևն ու մեր վարչապետը գնան Եվրոպա, նստեն այդ հիմար Մակրոնի հետ, նոր
ծնվող հիմար մերձի հետ միասին, արդեն մերձն է փոխարինում ակրել, որ թփթփացնեց վարչապետի ուսին, Արցախը կորցրեցինք, հիմա մերձն է պիտի թփթփացնի վարչապետի ուսին, Զանգեզուրը կորցնենք եւ Հայաստանը կորցնենք։ Այդ հիմարների հետ կնստեն երկուսով, Ալիևը կասի լսեք այ ախպերներ։ Ես ասում եմ թող փախստականները վերադառնան, Նիկոլ ասում է չէ։ Սոտաշկիրը կկլորանա, հասկանում եք, ո՞ց է Նիկոլ, ասեք ո՞ց է չէ։ Դուք ապրել ինչ է, խաղությունը գրիչ մասնակցը։ Սրան չպիտի հասներ։ Փաշինյանի կողմից իմ նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքը դեռ այն ժամանակ գիտեր, որ այս օրերը գալու է, եւ այս օրերը գալու դեպքում ես այն մարդն եմ լինելու, կամ այն մարդկանցից մեկն եմ լինելու, որ ընդդիմանալու եմ իրեն այս հարցի շուրջ, եւ հետեւաբար իմ դեմ ծավալեց այս արշավը, որովհետեւ մյուսները նաեւ խրատվեն։ Դե հիմա արդեն տեղ ենք հասել։ Արդեն ոչ մեկը ոչ թաքցնում է, ոչ բան, որ այդ հարցը կա։ Եվ տեսեք մի 4 ամիս առաջ, 5 ամիս առաջ Փաշինյանը չէր ասում, Արցախի հարցը փակված է։ Էլի բերեց բացեց։ Էլի ինքը բերեց բացեց։ Այն ժամանակ որ ասում էր Արցախի հարցը փակված է, ես գտնում եմ որ ինքը ճիշտ է ասում։ Ես գտնում եմ որ ինքը ճիշտ է ասում։ Եվ երբ որ լրագրողը ինձ հարցնում են պարոն Աղազյան, դուք պայքարելու եք Արցախի այսպես կոչված խնդրի հետ կապված վերաբնակեցման եւ այլ, ես ասում եմ կներեք, ես մի քիչ տարիքով մեծ եմ։ Մնացած կյանքի ժամանակ ես պետք է հատկացնեմ մեր մեծ հայրենիքի փոքր հատվածի վրա ստեղծված պետության, Հայաստան Հանրապետության ուժեղացման, հզորացման եւ այլն։ Ես դավրա եմ ծախսել իմ ժամանակը, դավրա չեմ ծախսել իմ ժամանակը, խելքս չի հասնում եւ այլ, բայց չեմ խանգարելու։ Ես գտնում եմ որ Փաշինյանը ճիշտ էր ասում։ Եվ այսօր էլ այն քաղաքական գործիչը, այն կուսակցությունը, որն ով ասում է, որ մենք օրակարգ ունենք իշխանության գալու դեպքում Արցախի հարցը լուծելու իմաստով, Արցախի էջը փակված չի, դրանք ըստ Փաշինյանի խոսքերի, այո, պատերազմի հրձիկներ են եւ ակամա ջուր են լցնում Փաշինյանի ջրաղացին, Փաշինյանի վերարտադրությանը օժանդակելու համար, ինչը գբերի մեր պետության նոր արհավիկների առաջ կկանգնացնի Փաշինյանի վերարտադրությունը։ Այսինքն դու ասեցիր ղարս կորցրեցիր ուրիշ բան, հիմա ասես Արցախ կորցնելու ես Զանգեզուրը եւ նաեւ դա անելու ես Փաշինյանի միջոցով իրան բերելով իշխանության, ինքն ասել է դեմեք, ես եմ իշխանություն, ես կարող եմ այս քանը փակեմ 10000 քառակուսի կիլոմետր։ Ուզում եք, չեք ուզում ինչ անեմ, գնաց գնդակարը կանեմ պատի տակ։ Այսինքն շատ կարևոր հարց է ձեր հարցը, եւ ես առաջ անգամ եմ հնարավորություն այդ հարցին անդրադառնամ, չգիտեմ ինչքանով կարողացա միտքս ասեմ։ Նորից մատ կոնկրետացնենք։ Արցախի հարցը եկեղեցու հարցն է, հասարակական կազմակերպությունների հարցն է եւ Արցախի ժողովրդի հարցն է, եւ որևէ մեկը իրավունք ունի խանգարելու այդ գործընթացին։ Դա մի կողմ։ Այն քաղաքական ուժը, այն քաղաքական գործիչը, ով ասում է, որ ես Արցախի էջը համարում եմ չփակված, ինքը ակամա ջուր է լցնում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության ջրաղացին, ինչը բերելու է մեր հայրենիքը կանոնացնել նոր կորուստների առաջ։ Հետևաբար պիտի ձեները կտրեն, վերընկնեն տեղները, ուրիշ ձևով իրաց քաղաքականությունը իրականացնեն, որ չդառնա հասարակությունը քաղաքական դաշտը բաժանվի խաղաղասերների եւ պատերազմի հրձիկների։ Եվ ժողովուրդը բանանի, ասի դե ուրեմն թող այդ կորցեն։ Ժողովուրդը 90% Ղարաբաղցիներին ասում է 12 թվականից ասում, 15 թվականից ասում էդի։ Եվ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ ժողովուրդը ձևի ասում։ Եվ ինքը շատ գեղեցիկ մանիպուլյացիա եւ լենգորեն օգտագործեց այդ ամեն ինչը, եւ այսօր եւ գիտի որ իր խոսքը տեղ է հասնել եւ ժողովրդի լայն մասի մեջ տեղ ունի։ Եվ դու բաժանում երկու մասի՝ պատերազմի հրձիկներ, խաղաղության մոնետիկներ։ Դե արդեն բանա, արդեն վտանգավոր է այդ քաղաքական գործիչների կեսվածքը։ Մեղավորը Նիկոլը չի, մեղավորը իրանք են, որ Նիկոլին նորից բերել են իշխանության։ Պարոն Աղազարյան, շաբաթներ առաջ Փաշինյանի մասնակցությամբ ազգային ժողովի նիստին քվորում չէր ապահովվել, ինչից վերջինս շատ էր զայրացել, դուք եւ պարոն Ասլանյանը ներկայ էիք, բայց չգրանցվեցիք, իսկ եթե գրանցեիք, նիստը կկայանար, փաստացի դուք քվորում չապահովեցիք, այսպես ասած։ Ինչու որոշեցիք բոյկոտել նիստը եւ դրանից հետո ձեր նախկին գործընկերների կողմից բաց կամ գաղտնի ճնշման ինչ-որ փորձեր եղել են կամ արդյոք քննադատել են նրանք ձեր այս արարքը։ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ սա այն բացառիկ պահն էր, որ ընդգծվեց ձեր կարևորությունը։ Ալեն Սիմոնյանը եւ իմ նախին գործընկերներից շատերը հիացած էին իմ պահվածքով, որտեղ ես այդպեսին եղել եմ նաեւ այն ժամանակ, երբ որ քաղաքացիական բանվորագիր խմբակցության անդամ էի։ Եվ ես ասում էի, վարչապետը գալիս է նստում է 10 ժամով մեր զավզակությունները լսում է, սախիս ելույթները լսում է, բոլորի ելույթները լսում է, իսկ մենք մեզ թույլ ենք տալիս այս բան։
ազատ գալ, նստել, չնստել, բացակայել եւ այլ, այն ժամանակ էլ եմ ես տերորն արել։ Եվ հիմա ես էդի բուստը հտանել կազմակերպեցի։ Մի քանի մենան դիմադի գործընկերներ ասեցի, մի գրասվեք տոնը չի չառնում։ Ինչ են գրասվում։ Կազմակերպեցի չգրասվի, որպեսզի վարչապետին ցույց տամ, որ էսա քո թիմը։ Այս է քո թիմը։ Եվ այո, Ստացվեց, հա։ Եվ ստացվեց երկու անգամ կազմակերպեցինք, երկու անգամ էլ ստացվեց։ Եվ դա վարչապետը, հիմա ես վստահաբար կարամ ասեմ, շատ շնորհակալ է ինձ այդ քայլը կատարելու համար։ Անկասկած շնորհակալ է, որովհետև այդ քայլը նաև իրան էր ձեռնտու, որպեսզի տենա նաև ով է ինչ-որ իմաստով, որովհետև ես ասեմ նույնիսկ ասեմ, այն պայքարը այդ ժամանակ էլ եմ տարել, այդ կարգապահության իմաստով, խստության իմաստով, հագուկապի իմաստով, ամեն ինչի իմաստով, հիմա ես իրանց եմ օգնում։ Ես Ալեն Սիմոնյանին օգնեցի, սրանց հետո քվորումը միշտ ապահովված կլինի արդեն, վստահաբար։ Ու դա արեցի ես եւ պարոն Ասլանյանը։ Այսինքն դաս տվեցիք ձեր նախկին գործընկերներին։ Դաս տվեցինք։ Մեծավարի դաս տվեցինք, որ չի կարելի, երբ որ վարչապետը գալիս է առավոտը շուտ պիոներական ճշտապահությամբ գալիս է նստում է հետը, դուք ձեզ պահում եք այդպես եք պահում։ Հո դաս տվեցինք եւ կազմում եւ Ալեն Սիմոնյանը որ ասում որ աստեղային ժամեր եւ այլ, հա թող ասի, խնդիր չկա, հիմա բան չի եկել, հիմա Չեք նեղանում։ Չէ, իհարկե չեմ նեղանում, որովհետեւ վստահ գիտեմ որ ինքը հոգը խորքում գիտի որ մենք ճիշտ ենք։ Իսկ Մեկ ճնշումներ։ այդ չարաճճությունը տերունական այսպես չարաճճությունը իմաստուն էր, որ չի կարելի այդ ձևով եք հարցերին մոտենում ու մտածել։ Այն ժամանակ երբ որ Աղազարյան Հովիկն ասում էր որ փախստականը վերադարձի հարցը վտանգավոր է, երբ որ մեջ բերում էր կատարում Նիկոլ Փաշինյանի գրքից երկրի հակառակ կողմը մեջ բերում էր կատարում այդ թեմայի հետ կապված դուք դելով էլի բանով կգով ո՞ս կգան հիմա արդեն ուխտը չոքերա դռները դե տենա ոնց է այդ հարցը լուծում։ Իսկ ճնշումներ եղել են Չէ։ կամ քննադատություններ։ Չէ։ Ասի ես չեմ կարող եթերում որևէ ինչ-որ մեկը քննադատել է, բեկերը նստել են դե չեն գրանցում, բաման անհարմար է փողն են ստանում, հարկատուների փողն են ստանում են ու չեն գրանցում։ Դաստիարակեցիք միսական վազելով գալու եք, բանը քվորումն ապահովեք, վազելով հեվի։ Որոշներն ասել են կեցի Աղազարյան Հովիկը, կեցի Ասլանյան Հակոբը, որոշները որ ծուլիկ են, անպատասխանատու են, իհարկե մտքել եմ երևի հայոյին։ Եվ պարոն Աղազարյան, մոտենում են 2026-ի խորհրդարանական ընտրությունները, արդեն որոշել եք մասնակցելու եք ընտրություններին եւ իսկ ձևաչափով կան արդյոք ուժեր, որոնց հետ արդեն իսկ համագործակցելու պայմանավորվածություններ ունեք, որքանով իրենք կարող են դա հանրայնացնել։ Պայմանավորություն չունենք, փորձեր ասենք պիտի անենք, բայց պայմանավորություն չունենք եւ ես դժվարանում եմ մտածել, որ որևէ լուրջ ուժ կուզենա որ մեր հետ, ասենք լուրջ ուժեր կա, որոնց հետ մենք չենք ուզում գնանք, դա Ռոբերտ Քոչարյանի իր շրջապատը, Սերժ Սարգսյանի իր շրջապատը, Էմիս լուրջ ուժերը, եթե մենք հարմար գտնեինք, իրանք չեն ուզի, որովհետև իրանք մեզ ընկալում են որպես Նիկոլ Փաշինյանի պրոյեկտ։ Որոնք են այդ լուրջ ուժերը։ Դե հիմա Ռոբերտ Քոչարյան իր շրջապատը, Սերժ Սարգսյանի իր շրջապատը հանեց մյուսների ցանկացած հետ մենք կարայինք վանանենք համագործակցեինք, այդ իմաստով։ Այսինքն Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը բացառում եք ամեն կերպ։ Ասենք որ իրաց հետ դաշինք կազմենք, իրաց ցուցակով լինենք, այո, բացառում ենք, այդ իմաստով բացառում ենք։ Իսկ մնացած ուժերը, որ կան դե ուժեր, որ ասենք օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատի ուժերը, Սամվել Կարապետյանի, որ թափավակող ուժը, էլ որ ասեմ, բանը դոկ կուսակցության բանը իշխաներ որ այսպես հակասական կերպարը իրենց լիդերի լինի, ես գտնում որ իրանք էլ բանը տարակշիռ ուժ են։ Այսինքն եթե օրինակ առաջարկ լինի կհամագործակցեք դոկ կուսակցության հետ։ Եթե առաջարկ լինի, իսկ դուք պատրաստ եք դուք առաջարկեք համագործակցություն դոկ կուսակցությանը։ Մենք են քաղաքական կշիռը չունենք, որ մենք ինքներս մեզանից բան ներկայացնենք, ինչ որ մեկին առաջարկենք։ Հիմա նորից եմ ասում, մեր քարը ծանր է, որտեղ բոլորը կարծում են, ընդունում են, թե մենք բանակ Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն ենք, բայց մենք ունենք գաղտնի քայլեր, մենք ունենք մտածված ծրագրեր, այդ գաղտնի քայլերը կարող դնենք առաջ, ծրագրերը դնենք առաջ եւ ընտրություններին մասնակցելու ենք անպայման։ Ինչ ձևով, ինչ ձևաչափով թեկուզ մենակ ժամանակը ցույց կտա։ Ստեղ ուրիշ մեծ եթե ժամ կարելի է օկտոբերով արդից ասեմ որ ստեղ բանը շատ կարևոր ընտրություններ են եւ այստեղ պետք է ընդդիմությունը հավաքական ընդդիմությունը գնա միասնական ճակատով ընտրություններին այսինքն մի քանի դաշինքներ որ նախընտրական դաշինքներ դա օրենքով է կազմեն քաղաքական ճակատ նախընտրական ճակատ կազմեն ասենք մի ճակատի մեջ լինեն իրենք
բայց դա արդեն բան նախընտրական բան չի։ Դա ուղղակի քաղաքական պայմանավորվածություն է, որ էությունը կարելի է հետևյալում, որ իրանք միասին գնում են Նիկոլ Փաշինյանին հերացնել քաղաքական դաշտից, որովհետև գտնում են, որ իր մնալը բոլորն են գտնում, այդ ճակատի մեջ գտնվում, բոլոր ուժերն են գտնում, որ Նիկոլ Փաշինյանը խանգարում է իրանց հայրենիքը փրկելու համար, իրանց հայրենիքը փրկելու համար, ինձ խանգարում է հայրենիքը փրկելու համար, դոկին է խանգարում հայրենիքը փրկելու համար, հավաքվում են հայրենիքը փրկողներին խանգարողին հերացում են ասպարեզից եւ ներկայանում են ժողովրդին։ Այդ ծրագիրը միջև մեր մոտ մշակված է։ Եթե այդ բանը ուժերը գան այդ բանին, այդ կետին, ապա մենք այդ ծրագիրը մեր տարբերակը կներկայացնենք, թե հետագայում ոնց արվի։ Էությունը հիմնական էությունը ո՞րն է, որ այն пассив մասային ժողովրդին ասում է ժողովուրդ ջան, եկեք եւ ընտրեք այս ճակատից ում ուզում եք։ Եվ ճակատի մեջ ենթադրենք, թե Սամվել Կարապետյանի մեր ձևով շարժումը թափ հավաքել, հսկայական թափ հավաքել, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը իրան պիտի հանի ասպարեզից, քվեարկությունից մի քանի օր առաջ պետք է հանի ասպարեզից։ Ինչ անում Սամվել Կարապետյանի ուժը։ Ասում է նրանք ովքեր ձայն են տալիս մեզ, թող ձայն տան ճակատի մյուս ուժերին, ում ուզում եք ձայն տվեք։ Մենք միասին ենք մտնում խորհրդարան։ Պարտադիր չի մեր դեմքով մտնենք, այդ ուժերը մտնում են խորհրդարան եւ այնտեղ արդեն կձևավորի ինչ որ պետք է։ Ճակատով գնալու դեպքում հաղթանակը ապահովված է։ Ճակատով չգնալու դեպքում պարտությունը ապահովված է։ Շնորհակալ եմ պարոն Աղազարյան հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր ազգային ժողովի падգամավոր Մասկ նախագահ Հովիկ Աղազարյանը։ Կհանդիպենք։